Բարի երեկո եւ բարի գալուստ հայկական ժամանակ տաղավարում զրուցելու եմ իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ։ Բարև ձեզ, պարոն Ավետիս։ Բարև տեսակ։ Պարոն Ավետիս, նման կարծիք կա, տեսակետ կա, որ արվեստագետները ամեն ինչ շատ ավելի խորն են տեսնում, ավելի շրջահայաց են, ինչ որ իմաստով ավելի հեռատես են եւ հեռուն են տեսնում։ Այդ ձեր արվեստագետի աչքով, երբ որ ստեղծված իրավիճակին եք նայում, մասնավորապես այն ամեն ինչին, ինչ տեղի է ունենում երկրում, հատկապես կաթողիկոսի շուրջ ստեղծված է իրավիճակը, ինչ եք տեսնում, ինչ է հիմա կատարվում ըստ ձեզ եւ ինչ հանգուցալուծում եք նաեւ տեսնում, պատկերացնում։ Իմ կարծիքով ամեն մարդու, ամեն պաշտոնյայի, ամեն մեկին ժամանակ է տրվում։ Պետք է շատ աչալուրջ լինել եւ նշանները տեսնել եւ ուղղությունը վերցնել։ Այսինքն, նես չի որ պետք է միշտ ուղիղ գնալ, պետք է երբեմն շեղվել։ Կաթողիկոսը չի շեղվում իր ընթացքից, ուղիղ գնում է, թե ուր է գնում ինքն էլ չգիտի։ Այսինքն գնում է դեպի իմ կարծիքով այսօր ես կարող եմ ասել գնում է դեպի քայքայումը, եկեղեցական գործիչները այսօր եկեղեցու հետ էլ կապ չունեն փաստորեն։ Ես տեսեք մի պատմություն պատմեմ 2008 թվականին ես նկատեցի որ կաթողիկոսից շատ բան է կախված եւ կաթողիկոսի հայրենադարձությունը ասենց ասեմ այսինքն հայրենիքին ծառայելը այլ ոչ թե եկեղեցուն եւ եկեղեցու միջոցով ասենք կոնկրետ Ռուսաստանին ծառայելը ես նկատել էի եւ 2008 թվականին հատուկ քանդակ եմ արել որը կոչվում է Մխիթարիչի գալուստը Մխիթարիչի գալուստը դա Սուրբ Հոգու գալուստն է եւ արեցի եւ մի օրինակը նվիրեցի կաթողիկոսին հենց կաթողիկոսարանում անձամբ կաթողիկոսին նվիրեցի հանդիպել եք զրուցել եք 2008 թվականին որտեւ ես տեսա որ պետքա ինքը քայլ անի ինքը պետքա հոգեվոր կյանքին ուշադրություն դարձնի այսինքն Սուրբ Հոգին լուսավորի իր հոգին Սա էր իմ նպատակը, որ ես նվիրեցի քանդակը, որ Գարեգին բեն լուսավորվի Սուրբ Հոգով, որտեղ ես տեսնում եմ, որ այս մարդը լուսավորված չի Սուրբ Հոգով, անում է եկեղեցիներ ասարկում, այս անում, այն անում, բայց ժողովրդի հետ չի։ Ես դա վաղուց էի նկատել։ Բայց ցավոք իմ քանդակը իր կյանքում, անձնական կյանքում, հոգևոր կյանքում ոչ մի փոփոխություն չմցրեց։ Իսկ դուք խորհուրդը բացատրել եք, իր հետ խոսել եք այդ իմաստով, որ ինչու եք նվիրում, դրա խորհուրդը որն է։ Ընդհանրապես այդ պահը Սուրբ Հոգու գալստյան պահը եկեղեցու կողմից շատ քիչ է ընկալվում եւ քիչ է բացատրվում ժողովրդին։ Իսկ իմ կարծիքով ամենակարևոր պահն է քրիստոնեության մեջ Սուրբ Հոգու գալուստը, որովհետեւ Հիսուսի աստվածային կերպարը հենց դրա մեջ է, երբ որ ինքը բերում է Սուրբ Հոգուն, Հիսուս Քրիստոս, որտեղ մինչև Հիսուս Քրիստոսը Սուրբ Հոգին երկրի վրա չի եղել։ Եվ Հիսուս Քրիստոսի աստվածային արարքը, այսպես ասած, որտեղ ոչ մի մահկանացու չէր կարող անել, ինքը բերեց Սուրբ Հոգուն եւ ասեց ոչ թե ինքը իրանից կխոսա, այլ ինչ որ ինձանից լսի, ձեզ կհաղորդի։ Սուրբ Հոգին մինչև այսօր մեզ հետ խոսում է։ Եվ քրիստոնեական աշխարհը չի ուզում սրա վրա ուշադրություն դարձնի, քանի որ իշխանությունից դուրս է գալիս արդեն, այսինքն ոնց թե Սուրբ Հոգին առանց քահանայի, առանց կաթողիկոսի կարող է խոսա բանի հետ, ժողովրդի հետ, այո, կարող է խոսա։ Եվ դրա իրավունքը Հիսուս Քրիստոսը տվեց։ Մի խոսքով, ես այդ քանդակը հատուկ նվիրեցի իրան, որ ուշքի գա, որ Սուրբ Հոգուն լսի, այլ ոչ թե Պուտինին, ասենց ասեմ, կամ չգիտեմ Քոչարյանին, կամ KGB-ի հրամանները կատարի, այլ կատարի Սուրբ Հոգու հրամանները։ Այդ մղումը ցանկությունը որտեղից էր առաջացել պարոն Ավետիս, այ ասացիք, որ դուք տեսել եք, որ ինքը հոգևոր կյանքի պակաս ունի կամ այդքան բավարար չափով հոգևոր չէ։ Դա մարտի 1-ի դեպքերից հետո էր, այսինքն ինչն է եղել մղիչը ձեզ, որ դուք հասկացել եք, որ ժողովրդի հետ չէ եւ ինչ որ իմաստով կտրված է նաեւ հոգևոր կյանքից եւ որոշել եք այդ քանդակը նվիրել եւ նման ժեստով նաեւ իրեն վերադարձնել կոպիտ ասած հոգևոր կյանք։ Դե գիտեք, արվեստագետները ժամանակից առաջ են ապրում։ Այն ինչ որ կատարվում է, արվեստագետների մեծ մասը, ասենք, շատերը գրում են դրա մասին, շատերը պատմում են դրա մասին, շատերը նկարում են դրա մասին, հետո իրականություն է դառնում։ Դա
Դա երևի հենց Սուրբ Հոգուց է գալիս։ Գիտեք ինչ, Սուրբ Հոգին քեզ հետ անձամբ կարող է չի խոսում, բայց որևիցե մարդկանց միջոցով է խոսում, բարեկամիդ, հարևանիդ միջոցով է խոսում, քեզ ուզում է փորձանքից հեռու պահի։ Հա, արվեստագետները, արվեստը ընդհանրապես դրա համար է, որպեսզի մարդկությանը զերծ պահի արհավիրքներից։ Եվ դրա համար պետքա որ ականջալուր լինեն արվեստագետներին, ուշադիր լինեն արվեստագետները մենակ են ցնդած արվեստագետները չեն, որ ապրում են հասարակության մեջ, նաև այն մարդիկ են, որոնք որ պատմություն են ստեղծում եւ գուժ տեսեք օրինակ ցեղասպանության ժամանակ էլ արվեստագետները փորձեցին այդ օրինակ Ռուբեն Սևակը կներեք, Ռուբեն Սևակը, Սիամանթոն եւ շատ արվեստագետներ ցանկանում էին իրանց մարմնով կանգնացնել այդ արհավիրքը, բայց էլի ամեն դեպքում փորձեցին անել արվեստագետը հենց դրա համար է, որպեսզի ժամանակից առաջ անցնի եւ զգուշացնի հասարակությանը։ Պարոն Հավետիս, մի քանի խոսք էլ կխնդրեմ ձեր անձնական շփումներից ու տպավորություններից խոսեք ու անցնենք առաջ կաթողիկոսի հետ նկատի ունեմ։ Ձեր անձնական շփումները ինչի մասին են վկայում, ինչ տպավորություն եք ստացել։ Կարող եմ մի դրվագել պատմել, շատ կարևոր, ինձ համար անձամբ շատ կարևոր, իմ ազգի համար, իմ սրբերի համար։ Տեսեք, ես ապրում եմ Ֆլորենցիայում եւ Ֆլորենցիայի քրիստոնեության մուտքը եկել է Հայաստանից։ Մի առևտրական, որի անունը Մինաս էր, իտալացիները իրան կոչեցին Մինիատո։ 250 թվականին, մինչև Հայաստանում քրիստոնեությունը, 250 թվականին Մինասը գալիս է Ֆլորենցիա քրիստոնեություն տարածելու։ Պատկերացրեք, այն ժամանակ քրիստոնյաները համարվում էին տերորիստներ, հանցագործներ։ Այդ ժամանակներում ինքը այնքան զորություն է ունենում եւ այնքան հավատք է ունենում, որ կարողանում է անցնել բոլոր արգելքները եւ բացեիբաց քրիստոնեություն է ծառայում։ 250 թվականին իրան ձերբակալում են, տանջում են, որ ինքը հրաժարվի իր գաղափարներից, քանի որ շատ հարուստ է եղել, քանի որ շատ հետաքրքիր անձնավորություն է եղել, իրան փորձում էին բան անել, փրկել, բայց ինքը չի հրաժարվում քրիստոնեական մտքերից, համոզմունքներից եւ շարունակում է։ Հետեւաբար իրան որոշում են մահապատժի ենթարկել։ Հա, իրան տանջում են, ասենք, տաք ջրի մեջ, կարակի մեջ չի վառվում։ Վերջում որոշում են, որ պետքա գլխատեն։ Գլխատում են իրան հրապարակում, այդ հրապարակը կա այսօր Ֆլորենցիայում։ Ինքը գլխատումից հետո վերցնում է ըստ ավանդության իր գլուխը եւ բարձրանում է սարը, Ֆլորենցիայի հարակից սարը, բարձունք, ասենց ասեմ, սար չի, բարձունք։ Բարձրանում է այդ սարը իր ոտքով եւ բոլոր ամբողջ ժողովուրդը տեսնում է, այսինչ հրաշք է, ինքը գլխատված մարդը իր գլուխը վերցրած բարձրանում է։ Եվ որտեղ որ հանգչում է իր հոգին, այդտեղ կառուցվում է եկեղեցի հետագայում։ Երբ որ քրիստոնեությունը հաղթում է եւ այլն, այդ տեղը մնում է հիշատակ եւ այսօր կա Սուրբ Մինասի եկեղեցի։ Chiesa di San Miniato, իտալացիք sense են ասում եւ ինքը շատ տարբերվում է բոլոր կաթոլիկ այլ եկեղեցիներից, որտեղ շատ հայկական է, շատ սիմվոլիկ աներով լի եկեղեցի է եւ ասում են, որ այդ Ֆլորենցիայի պահապան եկեղեցին է։ Եվ մեծ շուկով հոկտեմբերի 25-ին մեծ շուկով ամբողջ Ֆլորենցիան տոնում է Սուրբ Մինասի տոնը։ Իմիջիալոց քաղաք էլ գոյություն ունի Սուրբ Մինասի անվան։ Հա, իր եկեղեցում իր գլխավերևում գրված է Սուրբ Մինաս Հայաստանի թագավոր։ Այնտեղ Հիսուս Քրիստոսն է եւ Մարիամն է եւ Սուրբ Մինասն է, իրանցի վերևում գրված է Հայաստանի թագավոր։ Ես վեհապարեն խնդրեցի, որ այդ օրը գոնե 1 կամ 2 քահանաներ ուղարկի, մասնակցեն, որ դա հայ է, հայկական ներդրումն է, եվրոպական, այն էլ ֆլորենտական հավատքում եւ մշակույթում եւ որպեսզի Սուրբ Մինասը
մենք ընդունենք եւ հայկական եկեղեցին էլ հասկանա, որ ինչքան մեծ գործ է արել Սուրբ Մինասը 250 թվականին։ Գիտեք ինչ ասեց ինձ։ Ասում է ինքը մեր Սուրբը չի։ Ես ասեցի, մեր Սուրբը չի, այսինքն բան, առաքելական եկեղեցու Սուրբը չի։ Ասեցի, բայց ինքը հայ էր, չէ՞։ Այսինքն կարող ենք տեր կանգնել մեր Սուրբերին օտարության մեջ, քանի որ ազգությամբ ինքը հայ էր։ Հա, ձեր Սուրբը, եկեք հայտարարենք մեր Սուրբը եւ տեր կանգնենք, որտեվ ես լսել եմ, որ հույները տեր են կանգնում արդեն Սուրբ Մինասին, որտեվ շատ մեծ ներդրում ունի քրիստոնեական աշխարհում, իսկ հայերը վայ այդ մեր Սուրբը չի, բա ում Սուրբն է։ Դες ինքը հայ է, լավ, ես հայ քանդակագործեմ, աշխատում եմ Իտալիայում։ Ես ինձանից պետք է հրաժարվի իմ պետությունը, իմ երկիրը, այսինքն ասի չէ Վիգենը իտալացի էր, չէ, ես հայ եմ, աշխատում եմ Իտալիայում, այո։ Դրա համար այս ամեն ինչը ցավոք կաթողիկոսին չհետաքրքրեց Սուրբ Մինասի փրկության եւ Սուրբ Մինասի վերադարձը դեպի, տեսեք, օրինակ կաթոլիկ եկեղեցին Գրիգոր Նարեկացուն դարձրեց տիեզերական եկեղեցու վարդապետ Dottore della Chiesa Universale, senza կոչում։ Ինքը 36-րդն է, վերջին ուսուցիչն է կաթոլիկ աշխարհում։ Այսինքն կաթոլիկը վերցնում է հային Գրիգոր Լուսավորչին որպես ուսուցիչ, դուք ձեր որդուն ասում եք, չէ, նովա որ հասկանում եք, այս մատերի արանքով նայել, այսինքն ցույց է տալիս, որ հոգևոր կյանքում ինքը ոչ մի ներդրում չի ուզում ունենա, թե վախենում է, թե չի հասկանում, չեմ հասկանում։ Այսինքն, բայց ինքը կաթողիկոս է, որ առաջերտին պետք է ուշադրություն դարձնի հոգևոր աշխարհին, դες բաններ, Նիկոլ Փաշինյանն էլ մի քանի անգամ նշեց, խոսալուց երբեք հոգևոր հարցերի չի քննարկում այդ մարդը։ Կամ չի հասկանում, կամ չի ուզում, կամ պատրաստ չի, չգիտեմ։ Այսինքն Սուրբ Մինասին աչքաթող անելը ինձ համար հացագործություն է։ Պարոնավետիս, իսկ այն, որ օրերս Ֆրանսիայից էր վերադառնում Գարեգին Բն եւ օդանավակայանում այսպես սպասում էր, որ հոց բազմություն պիտի լինի, բազմահազար մարդիկ շրջվեց ու այսպես փնտրում էր, ասում էր, ուր է ժողովուրդը։ Այս հարցը ինչի մասին է։ Արդյոք սա այս հարցը չի խոսում նաեւ նրա մասին, որ ամեն դեպքում իսկապես ամենայն հայոց կաթողիկոսը կտրված է իրականությունից եւ կամ ժողովրդից չի տիրապետում իրավիճակին եւ կամ այն մարդիկ, ովքեր իր հետ հաղորդակցվում են, իրեն ասում են, որ ժողովուրդը ձեր հետ է, այդ մարդիկ են միգուցե ստում, որտեղ է խնդիրը։ Այսինքն ամենայն հայոց կաթողիկոսը գալիս է սպասումով, որ ժողովուրդը իրեն պիտի դիմավորի, ինքը պիտի ժողովրդին խոսք ուղի ու ինքը առաջի հարցը լինում է ուր է ժողովուրդը։ Ինձ հենց այդ օրը զանգեցին իմ ընկերները Մարսելից, ասեցին, որ տես ինչ խայտարակություն է Մարսելում, ինձ վիդեոն ուղարկեցին, որ կաթողիկոսին վատ են ընդունում, այնտեղ վատաբանում են, չգիտեմ, Վանկարկում էին, որ հեռացիր եւ այլն, հա, այդ մի մասը, այդ ես ինձ ուղարկեցին հենց ուղիղ եթերից, ընկերներս, Մարսելում շատ ընկերներ ունեմ եւ քանդակ ունեմ այնտեղ դրված Մարսելում, հայոց ցեղասպանության հիշատակին։ Մի խոսքով ինձ Մարսելում շատ լավ ճանաչում են։ Իսկ եկեղեցու կողմը ինչ որ վիդեոներ դրեց, որ վայ փառաբանում են ժողովուրդը բանը։ Մի խոսքով, գիտեք, այս որ թիվն է, որ ստով парք ցուցադրել, ստի միջոցով ինչ որ Ֆրանսիայում թե ինչքան լավ են, չէ, լավ չեն ընդունել իրան։ Իհարկե ժողովուրդը չկար, որ նկար նրանցից մի մասը ասենք ազատ մասը արտահայտեց իր ազատ խոսքը, այսինքն հեռացի, այս այն ժամանակները չեն, որ գիտեք, ինձ թվում է ինքը մնացել է բան, ասենք թե 36-7 թվերը, երբ որ Ստալինը կար կողքը եւ ինքը բաներ։ Այսօր տենց չի, այսօր ազատ է խոսքը, այսօր մարդիկ ազատ տեսնում են։ Եվ համացանցը նաեւ կա։ Համացանցը ամբողջությամբ տրամադրության տակ է եւ ոչ մեկին չես կարող խաբել։ Գիտեք, ես էլ մի անգամ բանում կաթողիկոսին հանդիպել եմ օդանավակայանում Հռոմի։ Ես պատկերացնում եի, որ ասենք Հռոմի պապը գար թռներ օդանավակայանում, ինչ կկատարվեր, չէ՞։
Ես տեսա, որ եկավ կաթողիկոս Արշակի հետ, ասենց 3-4 հոգով, եկան, որ այդ օթանավով միասին պիտի թռնեինք Երևան։ Լսեք, ոչ ոք չմոտեցավ, չբարևեց բանին, կաթողիկոսին, այնտեղ հայեր էին սպասում, ես էլ հետները։ Բայց ես նայում էի, որ ոչ գլուխ տվեցին ժողովուրդը, ոչ մոտեցան, օրհնություն խնդրեցին օթանավակայանում, հասկանում եք, sense ամբողջ մի հատ մեծ ամբողջ էր հիմնականում հայերի եւ կաթողիկոսը եկավ հերթ կանգնեց, հերթով որ մտնի օթանավ, ինձ շատ ված զգացի ես դրանից, որ ժողովուրդը շրջվեց իրանից, հա ինքը մենակ կանգնած անձնագիրը ձեռքին, sense պետք է անցներ, որ գնար, բայց ես չտեսա ոչ մի զգացմունք այդ խմբի կողմից, շատ ափսոս, շատ ցավալի է, ինքը պետք է լիներ պաշտելի, չեմ ասում հարգելի, ինքը պետք է պաշտելի լիներ, հիմա ոչ միայն պաշտելի չի, այլ նաև ցավոք հարգելի էլ չի։ Այսինքն սա նաև եւս մեկ ցուցիչ է, որ կաթողիկոսը ժողովրդի հետ չէ եւ կամ ժողովուրդը կաթողիկոսի հետ չէ։ Դե կաթողիկոսը որոշեց Քոչարյանի կողքը կանգնել, օրինակ նայեք, տեսեք, եթե հիշում եք, երբ որ ձերբակալվել էր Քոչարյանը, ով գնաց Քոչարյանին աջակցության։ Այդ Ղարաբաղի առաջնորդներն էին, չէ՞, եւ կաթողիկոսը, մի 3-4 հոգի, որ գնացին աջակցելու Քոչարյանին, որ հանեն բանտից։ Ես այդտեղ գրեցի, որ կաթողիկոսը սխալվեց եւ կանգնեց Բարաբբայի կողքին։ Հիշում եք Բարաբբան ով էր։ Բարաբբան այն հանցագործն էր, այն հեղափոխականն էր, որին որ ընտրեց հրեա ժողովուրդը։ Ընտրություն տրվեց հրեա ժողովրդի, ում եք ուզում ազատենք, Հիսուսին թե Բարաբբային, հրեա ժողովուրդը ասեց Բարաբբային, եւ Հիսուսին ասեց խաչեք, այսինքն կանգնեցին հանցագործի կողքին հրեա առաջնորդները։ Նույն ձևով ես ասեցի, որ գրեցի, որ կաթողիկոսը ընտրեց Բարաբբային, այսինքն Քոչարյանին։ Հա, ինչ գիշերվա կեսին եկեղեցուց զանգեցին, կանչեցին եկեղեցի, այս ինչեր ես ասում, մեր վերադասի մասին, ասենք 1 ժամ հեռախոսով եմ խոսել այդ քահանաների հետ, աշտարակի բանը, հետո ասեցին արի եկեղեցի, գնացել եմ եկեղեցի, գիշերը 11-12-ին Այսինքն ձեզ զանգում կանչում են եկեղեցի, որ պարզաբանեն, թե ինչու եք գրել։ Այո, այդ իմ գրառումը իրանք թշնամաբար ընդունեցին, հա, բայց ես ինչ էի ասել, ասել էի, որ Քոչարյանը նախ հանցագործության համար դատապարտվում է, ոնց կարող է կաթողիկոսը գնա կանգնի Քոչարյանի կողքին, այսինքն ընտրեց Բարաբբային, այս եմ ասել, հա, ու սենց ինձ հետ մեծ վիճաբանություն եղավ, հա, որից հետո ես նաև հանդիպեցի այսօր, որ հիմա բանտում է ինքը, այդ արագածունի թեմի առաջնորդը, հա, իր հետ եմ հանդիպել, քանի որ ինքը մեր սիրած քահանային, որտեղ ամեն կիրակի գնում էի պատարագի, հա, մեր սիրած քահանային իրանք հեռացրեցին, ուրիշ եկեղեցի ուղարկեցին, հա, մենք գնացել էինք, խնդրեինք, որ վերադարձնեն մեր քահանային։ Լսեք, գիտեք ինձ հետ ոնց խոսած այդ բանը, թեմի առաջնորդը, ազգանունը չեմ հիշում, քրոջ տղան է, կաթողիկոսի, ոնց որ ես ոստիկանությունում լինեի։ Այսինքն ոստիկանի պես էր խոսում ինձ հետ, կամահրանքով, մի քիչ էլ բան, փողոցային լեզվով, ես ապշեցի, էլի, ես եկել եմ թեմի առաջնորդի մոտ, գոնե ինձ մոտ, գոնե ինձ հետ, պետք էր վարվել որպես քահանա, որպես առաջնորդ հոգևոր, չէ, ինձ հետ խոսեց, ես զզվերանքով դուրս եկա այդ բանից, խոսակցությունից, հանդիպումից հետո, եւ երբեք չգնացի եկեղեցի, եւ ես հիմա էլ չեմ մասնակցում ոչ մի պատարագի, բայց
ոչ մի քահանա դրանից հետո ինչ չզանգեց, ասես, բավական, ինչի չեք գալիս, բան։ Այսինքն քո հոտն է, չէ՞, սա քո ժողովուրդն է։ Երբ որ ես քննադատում եմ կաթողիկոսի պահվածքը, ինձ հետ ուզում են sense հաշվեհարդար տեսնեն, բայց երբ որ տեսնում եմ Վիգենը 1, 2, 3, 10 անգամ չի գալիս, ոչ ոք չզանգեց ինձ, ասի Վիգեն, բա ամեն կիրակի գալիս էր, ինչի չես գալիս։ Այսինքն իրանք թքած ունեն ինձ վրա, հավատացյալների վրա, իրանց պետք է այդ բանը, ինչ ասեմ, գողական կյանքը եւ մարդկանց հետ ես տեսնում եմ թե ոնց օրինակ մի անգամ էլի բան պատմեմ մի անգամ ընկերս բաներ արա եկեղեցին մեծ տարածքներ ունի ոչ ոք չգիտի դրա մասին բայց շատ մեծ տարածքներ ունի ընկերս իր տան մոտը բաներ արել հարդարել էր ծառերը էտել էր բաներ արել տեր էր կանգնել տարածքին բայց դա պատկանում է եկեղեցուն եկեղեցական քահանաները եկել են ասել ինչի ես բան անում ստեղ տեր կանգնում այս մեր հողն է ասել է հա ձեր հողն է բայց իմ տան մոտ է ես հարդարում եմ որ մարդիկ մաքուր տեսնեն ճյուղերը կտրում եմ մի խոսքով տեր եմ կանգնում այդ հողին ասել են մի արա այդ ասել էր չէ ես պիտի անեմ որտեղ իմ տան դիմացն է ես չեմ ուզում խոզանոց տեսնեմ իմ տան դիմացը ինչ էր եղել դրանից հետո բան հանցավոր աշխարից տենց բաներ կան, չէ, տենց դեմքեր կան, հանցավոր աշխարից եկել էին այդ իմ ընկերոջը ճնշելու։ Այսինքն քահանաները քահանաների հորդորով։ Հա, քահանաները հորդորել էին, այդ կներեք այդ բառի համար, գողական աշխարից, այդ հանցավոր քրեական աշխարից մարդիկ գային այստեղոն ճնշեին։ Որ ինքը մաքրում է այդ դիմացի այգին։ Հասկանում եք, այս ամեն ինչը որ ժողովուրդը տեսնում է, այս ամեն ինչը բոլորս գիտենք, սա է իրականությունը, իրական դեմքը, այն ինչ որ ստեղծ, երեք էլ տեսա այդ քահանայի պահվածքը, որ նզովում էր ինչ որ մի հայորդու, լսեք, դուք նզովելու համար չեք, դուք լսելու համար, դուք պետք է լսեք, ոչ թե եկել եք միտինգ եք անում, խոսում եք, մի տղային ասեց գնա Ես կտեսնես քո բան, այսինքն նզովքներ, սա ինչ է։ Կտեսնես թե ոնց են թաղելու քո հարազատներին, հա, դա հոգևորականի խոսք է։ Վայ, դա ահավոր էր։ Եկ գիտեք ինչ, սա եղել է միշտ մեզ հետ փաստորեն, բայց այսօր ջերի երես է դուրս գալիս։ Եվ մենք սկսում ենք տեսնել ինչի մեջ ենք ապրել, ինչ ախտի մեջ ենք ապրել։ Երբ որ դու դուրս ես գալիս ախտից, հետո տեսնում ես շուրջդ գնահատական ես տալիս։ Այսօր մենք գնահատական ենք տալիս եւ պարզվում է ապրել ենք կործանված պետության մեջ առաջին հերթին։ Մենք կործանել ենք մեր պետությունը, մենք կործանել ենք մեր հավատքը եւ հավատացյալները այսօր այդ հանցավոր աշխարհից համարյա չեն տարբերվում նզովում են, այսինքն այս ինչ պետություն, այս ինչ ենք սարքել, այս ինչ ենք դարձել, հասկանում ես, այս իմ մեղքն է, Վիգենի մեղքն է, մեր քաղաքացիների մեղքն է, որտեղ մենք տոլերանտ ենք եղել, հա ասել ենք լավ, թող թալանեն, չգիտեմ, հանցագործները միլիարդերներ դառնան, քահանաները դառնան նզովող ասողներ, ոչ թե օրհնողներ, այսինքն մենք ենք թույլ տվել, հիմա եկել է պահը, մենք թույլ չենք տալիս էլ Եվ շատ արագ պետք է այս հարցը լուծվի։ Ինչպես պարոն Ավետիս, որովհետև մենք տեսնում ենք, որ անգամ եպիսկոպոսները, որոնք ընդվզեցին եւ պիտի կայանար նաեւ եպիսկոպոսած ժողով, հիմա այդ ժողովը հայտարարվեց մայրաթորից նաեւ հայտարարեցին, որ չի լինելու խոսակցություններ կան, որ կաթողիկոսը կորցրել է վերահսկողությունը, որ եւ չի կարողանում անգամ այդ եպիսկոպոսած ժողովը հրավիրել։ Հիմա ինչպես եք պատկերացնում, ինչպես պիտի այդ գործընթացը տեղի ունենա, երբ մի կողմից տեսնում ենք, որ պահանջ կա նաեւ հանրության մոտ այդ պահանջը կա, մյուս կողմից մենք տեսնում ենք, որ կաթողիկոսը ամեն դեպքում չի էլ պատրաստվում հեռանալ այդ աթոռից։ Դե եզրին է հասել այսօր, գիտեք ինչ բան կա, արժեքային համակարգի վերականգնում գոյություն ունի։ Կաթողիկոսը չի հասկանում, որ ժողովրդի արժեքային համակարգը վերականգնված է այլևս։ Եվ այն կներեք ոչխարները չեն, որոնց այդ
որոնց իրանք սովոր են վարվել, դες ոչխարի պես հայհոյեց։ Իմ համար հայհոյանք էր այդ քահանայի պահվածքը բանում Նույն քահանան կներեք կուսակրոնության ուխտը խախտել չխախտելու մասին հարցին ասում է իսկ դուք լևի չեք։ Որովհետև գիտեք ինչ, այդ եղել է շատ երկար տարիներ, եղել է անպատժելիության իրավիճակ։ Իրանք սովոր չեն, որ վայ ոնց է, ես իմ արածի համար պիտի պատասխան տամ, ախր դուք ով եք, որ ինձ հարց եք տալիս, ես ապրում եմ իմ սիրած կյանքով, ես պետք է վայելեմ իշխանությունը, իրանք սովոր են իշխանության, իշխանությունը դա գիտեք ինչ է, շատ վատ բան է, դա նախ իրանք պետք է հասկանան, իշխանությունը դա սատանայից է, յուրաքանչյուր իշխանություն, եւ շատ դժվար է իրոք իշխանության մեջ դինել առաքինի, որովհետև իշխանությունը տալիս է բոլոր լծակները, որ դու անպատժելի ես, դու կարող ես անել ամեն ինչ։ Մի խոսքով, սա շատ վատ եւ վտանգավոր գործություն է։ Հակառակ պնդումն էլ կա, որ բոլոր իշխանությունները Աստծուց են։ Ինչեր են։ Բոլոր իշխանությունները Աստծուց են, հակառակ պնդումն էլ կա, ասում եմ, դուք հիմա ասում եք սատանայից են հիմա։ Չէ, բոլոր ընդհանրապես իշխանությունը աշխարհի վրա դա սատանայից է, այնտեղ գրված է նաև բանում կտակարանում, որ այս աշխարհը սատանայի աշխարհն է նաև։ Հա։ Եվ շատ դժվար է այս աշխարհում սատանա չլներ, մանավանդ իշխանության մեջ։ Եվ իրանք սովոր են, որ անպատժելիներ են, եւ այ ոնց թե ինձ հարց եք տալիս իմ բարոյականության մասին, այդ դուք ով եղաք, որ ինձ հարց եք տալիս։ Հասկանում եք, այս մտածելակերպն է, իրանք չեն հասկանում, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին այլևս այն ոչխարը չի։ Հա, ինքը արդեն մտավոր էակ է դարձել եւ միտք արտահայտելու եւ հասկանալու եւ այլն։ Իսկ իրանք որոշել են տեսեք Ռուսաստանում էլ է այդ նույն ձևի ցարն է, էլի, թագավորն է եւ արհամարված է ժողովուրդը, հայ ժողովուրդը արդեն արհամարված չի։ Հայ ժողովուրդը արդեն ինքն է որոշում ով պետք է լինի պետության գլուխը, ով պետք է լինի եկեղեցու գլուխը։ Այլևս մենք ոչխարներ չենք, հայ ժողովուրդը շատ է աճել, շատ է բարձրացել եւ հասկացել է, որ սա իր իրավունքներն են եւ ոչ ոք իրավունք չունի արհամարելու քաղաքացուն։ Ամենամեծ արժեքը դա Հայաստանում ամեն դեպքում քաղաքացին է։ Ոնց որ Եվրոպայում, ասում են ինչի եք ուզում գնանք դեպի Եվրոպա։ Ինչի ենք ուզում գնանք Եվրոպա, որովհետեւ դա մշակույթ է Եվրոպան, որտեղ կա մարդու իրավունքներ։ Տեսեք, Ռուսաստանում չկա մարդու իրավունքներ։ Մենք գնանք ռուսական ուղով կամ բելարուսական ուղով, որտեղ կամ ադրբեջանական ուղով, որտեղ ընտրություններ գոյություն չունեն, որտեղ ընտրությունները փոխանցում են մեկը մյուսին, այսինքն իշխանությունը դա նույն թագավորական համակարգն է, ավելի վատ ձևով։ Ավելի վատ, որովհետև թագավորը գիտեք ինչ էր կոչվում, օրինակ Իտալիայում, ժողովրդի հայր։ Ինքը հայրություն էր անում ժողովրդին։ Իսկ կագեբեշնիկի, այսինքն բանը Պուտինը կագեբեշնիկ էր, չէ՞, հա, մի հատ նորմալ ընտանիք էլ չունի։ Իսկ թագավորական ընտանիքները դա բարձրագույն աստիճան։ Այն էլ ասեմ որ ձեզ, որ թագավորական եւ ազնվական ընտանիքների տղաները առաջինն էին գնում պատերազմի։ Առաջինը պիտի պատերազմը ղեկավարեին ազնվականությունը։ Եվ ոչ մի ազնվական տունը չէր մնում, որտեղ դա իրանց բաններ, հայրենիք նաև իրանք էլ այդ հայրենիքի հայրերն էին։ Մի խոսքով, այսօրվա, ասենք, ալիևական, չգիտեմ, պուտինական կամ բելարուսական համակարգերը դրանք կեղտոտ համակարգներ են, որոնք որ հիմնված են անձի պաշտամունքի վրա։ Եվ իրանք բոլորովին պատասխանատու չեն, թե ժողովրդի վիճակը ինչպիսին կլինի։ Պարոն Ավետիս, տեսեք, քանի որ դուք խոսացիք նաև Խաչատրյանից, որից չի հրաժարվում նաև Գարեգին Բն, խոսքս Աշակ Խաչատրյանի մասին է։ Գարեգին Բն արդեն հայտարարություն է արել, որ դա ապօրինի ձերբակալություն է եւ իրենք չեն ընդունում այս ընտրովի մոտեցումը եւ ընտրովի արդարադատությունը, բայց սա միակը չէ, նաև Արամ Ա վեհափառն է արձագանքել, ասում է, որ Հայաստանի անարդարություններին իրենք պիտի ասեն ոչ եւ ինքն էլ է դժգոհում, որ եկեղեցականները անարդարացիորեն ձերբակալվում են։ Տեսեք, եւ Անտիլիասից
եւ այստեղից Գարեգին Բեի շուրթերով հնչում են տեսակետներ, որ արդարադատություն չկա, անարդարացի է վարվում այսօրվա իշխանությունները եւ այսպես շարունակ։ Մի երկրում, որտեղ տեղի է ունեցել հոկտեմբերի 27, մարտի 1 եւ ելի շատ արհավիրքներ 2020 թվականի պատերազմ, նման եռանդով թե Արամ Ան, թե Գարեգին Բեն որևէ մի հայտարարությամբ հանդես չեն եկել, չեն փորձել թե աղոթքով, թե իրենց խոսքով ժողովրդի կողքը լինել։ Հիմա կարծես թե Արշակ Խաչատրյանը բարձրագույն արժեք է իրենց համար, նախ սա ինչով է պայմանավորված եւ նաեւ նորմալ են այս մոտեցումները առհասարակ։ Այս ընտրովի երբ արձագանքել, դեպքում արձագանքել, դեպքում ոչ, այսինքն նաև համար աղոթել, համար ոչ, ամեն կիրակի աղոթում են Սամվել Կարապետյանի ազատ արձակվելու համար։ Վայ, խեղճ Սամվել, լսեք, ես հիշում եմ, որ հենց Գյումրիում մի ընտանիք մորթվեց, Ավետիսյանների ընտանիքը, հունվարի 6-ին կարծեմ, տարիներ առաջ, որ մի զինվորական ռուս մտավ հայ ընտանիք եւ երեխային նույնիսկ բարուրի մեջ սպանեց։ Ես չտեսա ոչ Արամին, ոչ էլ Կտրիչին, որ վեր կենային գային, կանգնեին այդ ընտանիքի կողքին։ Ինչի, որովհետև ռուսական զորքից, տեսեք այդ սպանողին ռուսները փախցրեցին, մենք չկարողացանք դատենք, հիշում եք, այդ Սերժ Սարգսյանի ժամանակ էր, եթե չեմ սխալվում։ Այսինքն այդտեղ իմ արժանապատվությունը եւ իմ վստահությունը լրիվ ոչնչացավ այդ օրը, որ այդ ընտանիքի կողքին չկանգնեց հայոց եկեղեցին։ Միգուցե Սերժը չէր կարող կանգնել կամ չգիտեմ ռուս զինվորի հարց կար այնտեղ, բայց եկեղեցի վերկաց գնա, անձամբ մտի այդ ընտանիքը մի հատ գրգի քո զավակի մորթված ընտանիքի անդամներին պատարակ արա, գիտես, պետք է մեծ պատարակ աներ եւ ամոթանք տար ռուս զինվորներին, ռուսական 102-րդ բանին, այսինքն ինքը տեր չկանգնեց, երբ որ եղավ այդ ամեն ինչը։ Դրանից հետո ես էլ չեմ ընկալում ոչ Արամին, ես իրան շատ էի հարգում, բայց հետո հասկացա, որ ինքն էլ ոնց որ սա է բան, KGB-ի հրամաններ կատարող, նա էլ դաշնակների հրաման կատարողն է։ Այսինքն կուսակցականներ են իրանք։ Ինչ ասեմ, ափսոսում եմ ես շատ, ցավում եմ, շատ եմ ափսոսում եւ ցավում։ Մեր հոգեվոր առաջնորդները, որ ծառայում են ոչ թե պետությանը, իրանք չեն էլ հասկանում, որ պետություն գոյություն է, հասկանում եք, ազգին են ծառայում։ Լսի, ազգը այսօր մենք պետության մեջ ենք ապրում։ Եվ պետք է ծառայել պետությանը, ազգին եւ դա ազգին ծառայել են իրանք այն ժամանակ, երբ որ պետություն չենք ունեցել։ Իրանք չեն հասկանում, որ ինչ որ բան է փոխվել։ Պետություն գոյություն ունի, վարչապետ գոյություն, նախարարներ գոյություն ունեն։ Իրանց թվում է դեռ այն ժամանակներն է, ասենք 8-րդ դարն է, 7-րդ դարն է, չգիտեմ, երբ որ չկար հայոց պետականություն, կար եկեղեցի եւ եկեղեցին էր կրթում, առաջնորդում, հարկեր վճարում, հարկեր ընդունում, բանը, ամբողջ բանը, հողային տարածքները չէին պատկանում ժողովրդին, այլ պատկանում էին եկեղեցուն։ Եկեղեցին էլ վարձով էր տալիս գյուղացիներից, գյուղացիները վարձը տալիս են, ցայլ տալիս էր Թուրքիային կամ բանին, չգիտեմ, Պարսկաստանին, հետո Ռուսաստանին։ Չեն հասկանում, որ մենք այլևս պետություն ենք, Հայաստանի Հանրապետություն ենք, դեմոկրատական երկիր ենք, սա բան չի, իշխանություն չի։ Տեսեք ինչքան լավ իրավիճակում էր եկեղեցին, երբ որ Դոդի Գագո, Լեֆիկ Սամո, Տաշիր Սամո, բաներ, սենց ինչքան բան Սերժ Սարգսյան իր աղբերներով, ինչքան երջանիկ էր ինքը ժպիտը դեմքին ղեկավարում էին Հայաստանը, այսինքն չէին ղեկավարում, Հայաստանի արյունը ծծում էին իրանք։ Ոչնչացնում էին Հայաստանի Հանրապետություն, իրանք որտեղ իշխաններ են, թագավորներ են, եւ այդ իրանց հաճելի էր, ես նույնիսկ լսել եմ, որ բանում կաթողիկոսը գնում էր բան, այդ կազինոյի բացում, չէ՞, այնտեղ աղջիկներ էին ապարում, ինքը երջանիկ էր, բան, այս վերջը, դե մի հատ կողմնորոշվեք, դուք
ում առաջնորդ եք, հայ ժողովրդի հոգևոր առաջնորդներն եք, թե իշխանների մեջ իշխան եք ձեզ ձևացնում, հա։ Մի խոսքով, եկել է պահը հետադարձ հայացք նետելու, որտեղ ես տեսնում եմ, մենք չենք ունեցել ճանապարհներ, ավտոճանապարհներ, փաստորեն։ Մենք չենք ունեցել դպրոցներ, փաստորեն, որտեղ 500 դպրոց վերանորոգել ինչ է նշանակում, լսի, կարելի է վերանորոգել 10 հատ դպրոց, բայց 500 հատ, այսինքն նշանակում է մենք չենք ունեցել դպրոցային շենքեր, չենք ունեցել նախարարություններ, բաները, այդ ինչ է։ Դեսպանատներ չենք ունեցել, արտգործնախարարություն չենք ունեցել։ Այսօր ասում են, վայ, ինչի եք բան առնում, դեսպանատուն գնում, որտեղ Լևոն Տեր-Պետրոսյանը, ես ձեզ ասեմ, շատ քչերն են հիշում, Լևոն Տեր-Պետրոսյանը մեծահարուստ հայ նվիրել էր Հայաստանին իր շատ մեծ վիլլան Հռոմում։ Դա Հայաստանի սեփականությունն էր։ Լևոն Տեր-Պետրոսյանը նվիրում է Ռուսաստանին։ Այսօր Ռուսաստանում ռուսական դեսպանատունը գտնվում է այդ վիլլայում, որը որ մերն էր։ Թե Լևոնը ով էր, որ նվիրում էր ռուսներին, Ռուսաստանն էլ այսօր այնտեղ դեսպանատուն է։ Իր անձնական ցանկությամբ։ Անձնական ցանկությամբ, այո, այսօր ոչ ոք չի խոսում դրանից։ Դա միլիարդների վիլլա է, շատ մեծահարուստ մի հայի, որտեղ կան նաև հայ արվեստագետների գործեր, հենց Հռոմում է այդ վիլլան։ Դե կանչեք Լևոնին, ասեք ուր եք, խես նվիրել բանին, Ելցինին, մեր սեփականությունը։ Հա, ասենք բաներ, ձեռագրեր էր նվիրում բանից, չէ, Մատենադարանից Ռուսաստանին, կամ սրան նրան, Լևոնը։ Այսինքն իրանք հաշվի չեն նստել մեր պետության հետ, հասկանում եք։ Հիմա ժամանակը եկել է, որ բոլորը Արամ առաջինն էլ պիտի հաշվի նստի հայոց պետականության առաջ։ Պարոն Ավետիս, քանի որ մենք խոսեցինք ամենատարբեր դրվագներ, հիշեցիք դուք էլ անձնական հանդիպումներից եւ այսպես շարունակ, բայց լուծումների մասին ամենակիչն է խոսվում։ Ինչպիսի լուծում եք դուք պատկերացնում, ինչպես պիտի լինի, որովհետեւ վարչապետն էլ քանիցս գիտեք նշել է, որ ցանկանում է գնալ այնպիսի լուծման, որը կլինի առանց ցնցումների։ Հիմա օրինակ ընդդիմությունից հաճախ են հարցնում, իսկ ուր մնաց այն հավաքը, երբ է գրոհելու մայրաթոռը, այսպիսի խոսակցություններ եւ այլն։ Նաեւ խոսակցություններ կան, որ Գարեգին Բ-ն անձնապես ժամանակ է շահում, սպասում է մինչև 2026 թվականի խորհրդարանական ընտրություններ եւ ընտրությունների արդեն ընտրություններով պայմանավորված նոր կհասկանա գնում է թե մնում է։ Այսինքն ինչով է դա նաեւ պայմանավորված։ Հույս ունի, որ դեռ ինչքան էլ որ ցավալի է իր համար հաճո իշխանություն կվերադառնա, այսինքն կաթողիկոսը ունի իր համար հաճո իշխանություններ եւ կամ անհատներ, պատկերացումներ եւ սպասում է նրանց վերադառնալ։ Իհարկե, ես ձեզ ասեցի, որ նրա թեկնածուն Քոչարյանն է։ Քոչարյանը եւ կաթողիկոսը, եթե հիշում եք, նույն օրն են գրավել Հայաստանը, հոկտեմբերի 27-ին։ Այսինքն իրանք մեղսակից են Հայաստանի Հանրապետության գրավման։ Իրանք երկուսով միասին են ծրագրել եւ կատարել։ Եվ այդ սպանությունները, որ կատարվեց, ախր հոտ դա բան չի, չես կարա մոռանաս կամ հաշվի չնստել։ Հոկտեմբերի 27-ին կաթողիկոսը ընտրվեց։ Այդ ոնց եղավ այդ օրը։ Ում էր կաշառք տվել ինքը։ Դե թող բացեն, թող մեր ուժային կառույցները թող բացեն ինչ եղանակով նա դարձավ կաթողիկոս։ Ոչ ոք չի ուզում խոսա դրա մասին։ Դե չեղարկեք իր կաթողիկոսը, թող գործ հարուցեն, ասենք իր ֆինանսական հաշիվները, ես չգիտեմ, բայց ուժայինները կարող են գտնել։ Հիմա ֆինանսական այդ, ասենք, չգիտեմ, եթե Քոչարյանին ասում են 6 միլիարդ գողացել, նախ էդ էլ չեն ապացուցել դեռ, դե ապացուցեք քանի միլիարդ տարել բանը կաթողիկոսը, բանկային հաշիվները, եկեղեցու հաշիվները թե ոնց է ծախսել, դե այդ ժամանակ կարակ ուղղակի որպես քաղաքացի դատի տալ եւ իրան բանտ նետել, ոնց որ ասենք յուրաքանչյուր նախարարին, ով որ չարաշահում է իր արտոնությունները, բաները, աշխատանքային, նույն ձևով նա է չարաշահել, ասենք գումարները ծախսել, գնացեք գտեք, եթե չեք կարողանում հանեք բանով, Սուրբ Հոգով, սենց ասեմ,
կամ այդ ժողովով, եպիսկոպոսած ժողովով չեք կարողանում անեք, դե քրեական գործ բացեք, որտեղ բոլորն էլ գիտեն, հա, մարդիկ են սպանել այնտեղ մի հոգևորականի են սպանել այդ ընթացքում, որը որ պետքա դառնար արքեպիսկոպոսի են սպանել, որը պետքա դառնար կաթողիկոս, օրինակ, մեր տեղից հանել են, ուղղակի սպանելով, ծեծել են, հետո Բոզապալյան կարծեմ, ծեծել են բանում, հենց էջմիածնում, հետո տեղափոխել են եկեղեցի, այնտեղ մահացել է, դե բացեք այդ գործը, ոնց են ծեծել, հանեք բանը, ինչից է մահացել, քթեք, լիքը բաներ կան, մի խոսքով իրան հանելու այս մի քանի ձևերը կան, կամ Սուրբ Հոգով եւ եկեղեցին ինքը պետքա որոշում կայացնի, որովհետեւ լսեցի որոշ արքեպիսկոպոսների, որոնք որ հստակ պահանջում են եւ հստակ ներկայացնում են հայկական եկեղեցու փրկությունը կաթողիկոսի հրաժարականով են պայմանավորում այլևս Դե իհարկե այն կողմից կան այն մյուս արշակները, որոնք որ գիտեք, իրանք դե KGB-ի համակարգը որն է եղել, դոսիեներ ունենալ իրար վրա։ Այ դու ես քեզ եթե բան չանես, խելոք չպահես, ես քեզ կասեմ, իմիջիալոս մասոններն են դրանով, բոլոր գաղտնի ծառայությունները իրար վրա բաներ ունեն, դոսիեներ ունեն, պատմություններ ունեն, որոնք որ մեկը մյուսի վրա ճնշման գործիք է օգտագործում։ Հիմա ինձ թվում է կաթողիկոսը այնքան է կախված այդ Արշակ Խաչատրյանից։ Հա, դրանց ում չեմ սիրում, նրանը չեմ հիշում ճիշտ ասած, վերջը այդ այնքան կախված է, որ չի կարողանում անգամ հանել գործից։ Այսինքն, տեսեք ինչեր գիտի նա, որ սա վախենում է իր այդ բանը ինչա պետա դիվանապետից այնքան մեծ կախում ունի, որ չի կարողանում նրան հեռացնել աշխատանքից ընդամենը։ Հա, այն դեպքում եւ խոսվում է նաեւ իրենց հակասությունների մասին։ Դե հենց այդ է, որտեղ մեկը մյուսի վրա այնքան բաներ գիտի, այնքան գաղտնիքներ գիտեն, որ հենց որ մեկը բան եղավ, բացվեց, ամբողջը փլզվելու է, որտեղ այդ երկու հոգու վրա է երևի կառուցված ամբողջ բուրգը։ Իմ կարծիքով։ Բայց մնալու տարբերակ ես ճիշտ հասկացա, պարոն Ավետիս, կաթողիկոսը չունի։ Ոչ նա։ Հա, իհարկե նոր կաթողիկոսական ընտրություններ օր առաջ պետք է լինի եւ հուսով եմ կլինի մինչեւ ընտրությունները։ Այսինքն մինչեւ 2026 Հա, որտեվ այդ կաթողիկոսը անցած ընտրությունների վրա էլ է փորձել ազդեցություն ունենալ իշխանությունը օգտագործելով եկեղեցական բանի դեմ, ասենք ԿՊ-ի դեմ։ Ես հիշում եմ, որ ինքը կոնկրետ բան, դե գնաց կանգնեց Քոչարյանի կողքը, այսինքն Քոչարյան, Դաշնակ, Արամն էլ ընդեղ էր, չէ, Արամ առաջինը, Դաշնակ, Քոչարյան, բան, սրանք ուժեր են, որոնք որ հակադեմոկրատական ուժեր են, այսինքն իրանք կարան օգտագործեն իրանց իշխանությունը, որպեսզի կեղծեն կամ ազդեն ընտրությունների վրա, ոչ, ընտրությունների վրա ոչ ոք իրավունք չունի եւ չի կարող ազդել։ Շնորհակալ եմ, պարոն Ավետիս։ Հիշեցնեմ, որ տաղավարում զրուցում էի իտալահայ քանդակագործ Վիգեն Ավետիսի հետ, կհանդիպենք։